Այս երեխաները Հայաստանի ապագա տաղանդներն են, որ արդեն բազմիցս ներկայացրել են մեր երկիրը բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոների շրջանակներում։ Նրանք եւ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի շահառուներն են, որոնք ստանում են կրթաթոշակ, մասնակցում են տարբեր մաստեր-կլասների ու հնարավորություն ստանում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու միջազգային հարթակներում։ 78-ից ավելի տաղանդավոր երեխաների համար նոր հնարավորություններ են բացվում։ Ստորագրվել է համագործակցության հուշագիր Ռենշին ընկերության եւ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի միջև, որի շրջանակներում ընկերությունը 100 միլիոն դրամ կհատկացնի որպես սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր բաղադրիչ, որի նպատակն է աջակցել կրթական ծրագրերին, երիտասարդների կարողությունների զարգացմանը եւ միջազգային ճանաչման հնարավորություններին։ Իրականում նախաձեռնությունը մեզ ոգեշնչեց, այնինչ այսօր անում է հիմնադրամը անում է ոչ միայն երաժշտության մեջ ներդրում, այլ անում է ներդրում հենց այն երեխաների մեջ, որոնք որ մեր երկիրը պետք է ներկայացնեն վաղը բազմաթիվ միջազգային հանրույթներում, եւ այս նախաձեռնությունը հենց այն հիմքը հանդիսացավ, որ մեզ ոգևորեց աջակցելու եւ միավորելու այն։ Այս հուշագիրը երկարաժամկետ համագործակցության սկիզբ է, որի շրջանակում նախատեսվում են նոր կրթական ծրագրեր, համերգներ եւ միջազգային համագործակցություններ։ Այն նպատակային ներդրում է մշակութային զարգացման, կրթության եւ տաղանդների կայացման բնագավառում։ Ռենշինի համար այս աջակցությունը միայն ֆինանսական չէ։ Այս գործընկերությունը միավորում է ռեսուրսներն ու փորձը, նպատակ ունենալով բարձրացնել հայ երիտասարդների միջազգային ճանաչելիությունը։ Հեշտ չէ կյանքում, բայց կան մարդիկ, որոնք որ պատկերացնում են, որ այո, դասական երաժշտությունը պետք է լինի հաջողակ եւ տաղանդները, որոնք որ ապրում են մեր կողքին, պետք է ստանան նոր գիտելիք եւ դա պետք է լինի ավելի հայտնի, ավելի շատ մադրամասին իմանան եւ ավելի շատ երեխաներ ունենան հնարավորություն լինեն հիմնադրամի կազմում, դա մեծ ձեռքբերում է եւ այսօրվա հուշագիրը թույլ է տալիս մեզ հիմնադրամին, որ մենք ընդլայնենք երեխաների քանակը մեր հիմնադրամում։ Գիտելիքը դա այն հնարավորությունն է, որ մենք խոսանք տաղանդավոր ապագայի մասին, իսկ լավ ապագա, տաղանդավոր ապագա դա այն արժեքն է, ինչին որ մենք հավատում ենք եւ կրկնեմ շատ շնորհակալ ենք գաղափարակիցներին, որոնք որ կիսում են մեր այս շատ էմոցիոնալ, բայց կարևոր ուղղությունը եւ տեսլականը։ Այդպիսի տաղանդներից է Մարկը, որը արդեն Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի շնորհիվ մեծ հաջողություններ է ունեցել։ Վերջերս մասնակցեցի Վիեննայում կայացող Բեթհովենի անվան միջազգային մրցույթում, որտեղ գրավեցի առաջին տեղ եւ էլի հայ երեխաներ կային իմ հետ, որոնք նույնպես գրավեցին առաջին տեղեր, գրանպրիներ եւ մեր երկրի պատիվը բարձր պահեցին Վիեննայում։ Հիմնադրամի կողմից աջակցություն ստանալը ինձ տվեց նախ եւ առաջ փորձառություն, հետո բազում մաստեր-կլասներ, օտար լեզվի դասընթացներ, որտեղ մենք սովորում ենք անգլերեն եւ ռուսերեն, ունեցա բազում մաստեր-կլասներ ուրիշ երկրներից եկածած հայտնի երաժիշտների հետ, նաեւ այս տարի ապրիլին մենք մեկնել էինք Դուբայ կրթական ուղևորություն, որտեղ ես նույնպես ունեցա 3 մաստեր-կլաս հայտնի դաշնակահարների, դաշնակահարուհիների հետ, որոնց ցեն Ջուլիանո Մացոկանտեն, Ալբերտ Մամրիևը եւ այլն։ Նաև անցած տարի հոկտեմբերին մենք ընկերներով մեկնեցինք Մոսկվան դիմավորում է ընկերներին փառատոնին, նույն ինքը Սպիվակովի հիմնադրամը, որտեղ ներկայացրեցինք մեր երկիրը, բարձր պահեցինք մեր երկրի պատիվը եւ ուղղակի հավես ժամանակ անցկացրեցինք։ Մարկը երկար է թվարկում իր կրթական ուղևորությունները, մաստեր-կլասներն ու մասնակցած մրցույթները, եւ այս ամենը հնարավոր է դարձել մարդու երաժիշտի մեջ ներդրում անելու շնորհիվ։ Ռենշինի գործունեության հիմքում միջավայրերի ձևավորումն է, հենց ապրելակերպի ձևավորումն է եւ այս միջավայրի առանցքային դերը հենց մարդն է։ Եվ այս համագործակցությունն էլ հենց դրա մասին է, մեր հիմնական ներդրումն է մարդու կայուն ապագայի ձևավորման մեջ։ Այսօր մենք ապրում ենք Հայաստանում եւ ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան տաղանդներ, ել ավելի մեծ քան ստանդարտներ եւ մեր համագործակցության արդյունքում պատկերացնում եմ, որ մենք շատ ավելի մեծ հնարավորություն կունենանք հպարտ լինելու, որովհետև եթե մենք մեր կողք ապրում են տաղանդներ, ապա դա այն միջավայրն է, որը որ իրենք ստեղծում են իրենց շուրջ։ Արվեստների սիներգիայի պարագայում, եթե մենք կարող ենք խոսել երեխաների տաղանդից, որոնք որ դասական երաժիշտներ են, դա իմ եւ իմ արդեն գաղափարակիցների եւ մեր թիմի մեծ ձեռքբերումն է։